Պարոն Փաշինյան, քաղաքականային ուժերը, որոնք հայտ են ներկայացրել մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, այդ ուժերին դուք ձեր թիմակիցները հատկապես վերջին շրջանում պարբերաբար թիրախավորում եք։ Հիմա դուք ինչ եք ուզում, որևէ ուժ չմասնակցի այդ ընտրություններին կամ օրինակ կարող եք ասել, թվարկել, որ ուժերը մասնակցեն, որոնց մասնակցությունը ձեզ չի վրդովվեցնի կամ որոնց հարգանքով դուք կվերաբերվեք։ Քաղաքականությունը ընդհանրապես հատկապես ժողովրդավարական երկրներում եւ հատկապես ընտրական շրջանում նրա մասին է, որ քեզ թիրախավորում են, դու ես թիրախավորում, հետո քեզ են թիրախավորում, հետո դու ես թիրախավորում, այսինքն, բայց հակառակն էլ ասենք, այսինքն մենք մեզ թիրախավորեն, մենք չթիրախավորենք, դա քաղաքական գործընթաց է։ Ես բոլոր ուժերին էլ վերաբերվում եմ հարգանքով, ժողովրդավարությանը վերաբերվում եմ հարգանքով եւ հիմնականում հարգանքի չափաբաժինը նաեւ որոշակի կապ ունի նրա հետ, թե ինչքանով են իրենք հարգալից, որովհետեւ դա հաղորդակից անոթի տրամաբանություն է, մենք վակուումում չենք կարող ապրել։ Այսինքն ինչքան կլինեն հարգալից, այնքան կստանան հարգանք, ինչքան կլինեն անհարգալից, այնքան կստանան անհարգալից պատասխան, իհարկե շատ ավելի պակաս անհարգալից, քան նրանք ցուցաբերում։ Ես ձեր հարցին պատասխանեցի։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, ինչքան մոտենում են ընտրությունները, այդքան ձեր նկատի ունեմ նաև ձեր անձնապես եւ ձեր ղեկավարած ուժի եւ մյուսների միջև հերակա բանավեճերը շարունակվում են եւ դրա ֆոնին նաև ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունը, որով արգելվում է անուններ, անձնանուններ օգտագործելը կուսակցությունների եւ դաշինքների, մասնավորապես Սամվել Կարապետյանի թիմը մեկնաբանում է, որ դուք եթե նախկինում վախենում եք նրա նկարից, հիմա վախենում եք նրա անուն ազգանունից եւ դրանով էր պայմանավորված հապճեպ որոշում կայացնել ընտրական օրենսգրքի փոփոխություններ իրականացնելը։ Ես ձեր մեկնաբանությունը կխնդրեի այս առումով։ Երկրորդը, եթե ճիշտ եմ հիշում, եկեղեցու բարենորոգման խորհուրդ կար, երբ է վերջին անգամ այդ խորհուրդը նիստ իրականացրել, ինչ փուլում է եկեղեցին բարենորոգելու ձեր ծրագիրը եւ շատ կարճ Դիանա Գասպարյան, եթե չեմ սխալվում, Էջմիածնի քաղաքապետը շարունակում է մնալ ձեր թիմակիցը, որովհետեւ նա իր դեմ հարուցված քրեական գործը մեղադրանքը համարում է շոու։ Եթե ընդդիմադիրներն անեին, գուցե դա հասկանալին էր, բայց ձեր թիմակիցն էլ անգամ դա որակում է շոու։ Շնորհակալություն։ Տեսեք, շատ լավ օրինակ վերեցիք նախորդ օրինակի հիման վրա, որովհետև երբ որ խոսվում է ընտրովի արդարադատության մասին, այդ ձեր ասած օրինակը ցույց է տալիս, որ արդարադատությունը Հայաստանում աշխատում է եւ կառավարող կուսակցության ներկայացուցիչների հանդեպ եւ այլ անձանց հանդեպ։ Ես շատ լինում է, որ նաև մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները կամ մեզ հետ աֆիլացվող մարդիկ, որ անում են հայտարարություններ եւ այդ հայտարարությունները այսպես դառնում են քննարկման եւ շարժման առարկա, ասենք որ ես առիթ լինում է, ասում եմ, իսկ ինչու հարգելի գործընկերներ, դուք այդ հայտարարությունները տենց վրթովված իբր արդարության եւ անելիս չեք ասում, որ ձեր շրջապատի այսինչ մարդը վերջերս դատապարտվել է, այսինչ հոդվածով, այն մյուսը նկատմամբ քրեական գործ է հարուցվել, այսինչ հոդվածով եւ այլն եւ այդպես շարունակ, որովհետեւ հա լինում է, որ մարդկանց երբեմն թվում է, որ իրանք ԿՊ-ի անդամ են, իրանք ինդուլգենցիա ունեն, ոչ 2018 թվականից սկսած արդարադատությունը նույն կերպ մի մասն է անդիմադիր է դարձել, տեսել եք։ Ասենք հոդվածը չգիտեմ ինչա, բայց բովանդակությունը կաշառք բանի, եթե չեմ սխալվում, ինչ որ ապրանք ներմուծել արտահանելու, բայց ձեր երազած կառավարող ուժը էդ է, հա, որ ԿՊ-ից է, ուրեմն պետք է հիմել բան ամբիոններից դոշ են ծեծում։ Ինչ են դոշ ծեծում, որովհետև դատվում են։ Ոչ թե դատվում են, որովհետև ընդդիմադիր դարձան, այլ ընդդիմադիր դարձան, որովհետև դատվում են։ Երբ որ իրանք սկսեցին դատվել, այդ ժամանակ իրանք ընդդիմադիր չէին, իրանք երդվում էին որոշ անուններով, բայց հենց որ հույս ունենալով, որ այդ երդվելը իրանք ինդուլգենցիա, իրանք կարան կաշառք վերցնեն, իրանք կարան, չգիտեմ, ոչխարի արտահանում անեն ներմուծեն կամ արտահանվեն ներմուծեն, չգիտեմ,
Ոչ, այդպես չի։ Ինչ եկեղեցու խորհուրդը մշտական կապի մեջ է եւ մշտապես աշխատում է եւ զարգացումն են, որ այդ օրակարգը, ինչպես տեսել եք, հույս ունեմ, տեղագտել քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում։ Եվ մենք դա նաեւ շատ կարծում եմ արդար է եւ ճիշտ է, որ մենք այդ հարցն էլ ժողովրդի դատին ենք հանձնում եւ այդտեղ էլ ընտրությունները ունենալու են շատ կոնկրետ հետևանքներ։ Ինչ վերաբերում է վախենալուն, դե ես ասեցի ինչից եմ վախենում։ Ասել եմ արդեն, չէ, ինչից եմ վախենում, նոր էլ ասեցի ինչից եմ վախենում։ Իրոք շատ վախենում եմ։ Ու այդ կոչերին չեմ կարողանում արձագանքել եւ տենց էլ գրել եմ, ախր վախենում եմ։ Ես ճիշտն ասած չեմ կարող ասել ինքը ֆորմալ կուսակցության անդամ է թե չէ, այս բան պատրաստ չեմ։ Համեն դեպս ներգրաված չի որևէ ձևով, որևէ աշխատանք։ Հարցերը չավարտվեցին։ Մի հարց էլ տվեք, կպատա, մի րոպե 57 վայրկյան կա։ Պարոն վարչապետ, դուք խոսեցիք խաղաղության համատեքստում Հայաստան-Ադրբեջան, եթե կարելի ասել փոխըմբռնման մասին, բայց Եվրամիության եվրոպական քաղաքական համաժողովին Ադրբեջանի նախագահը չի մասնակցում, նաև նախատեսված չէ պատվիրակության այց, արդյոք սա մտահոգիչ չէ, եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում Հայաստան-Ադրբեջան շփումները բավականին կարծես դանդաղել են, օրինակ սահմանազատման հանձնաժողովների հանդիպում, շփում տևական ժամանակ տեղի չի ունեցել։ Սահմանազատման հանձնաժողովները ըստ էության մշտապես աշխատում են, ես դրա մասին ասել եմ, որովհետև աշխատանքը պարտադիր չի առերես տեղի ունենա, եւ նաեւ որոշակի այդ աշխատանքից բխող, երբ որ հանդիպման անհրաժեշտություն լինի, կլինի նաեւ հանդիպում։ Ինչ վերաբերում է ձեր հարցին մտահոգիչ է, թե մտահոգիչ չէ, եմ ասում, էս էլ են դեպքն է, կներեք, որ նենց չի, որ արգելակը սեղմեցիր, վերջ։ Վերջ եկեք Ժողովուրդ ջան, արձանագրենք, որ մենք արդեն մոտ 40-ամյա թշնամանքի մասին ենք խոսում։ Այսինքն այդ 40-ամյա թշնամանքը տենց բան է, որ ասենք անջատիցը անջատեցինք եւ վերջ։ Դա process է, որը պետքա գնա։ Ես հիմի վստահ չեմ, որ այս տարի բանում Բաքվում լներ եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, այսինքն նախորդիվ կոպ կար, ես չգնացի։ Եվ Ադրբեջանից նույն կերպ հայտարարություններ հնչեցին, բարձոք սա մտահոգիչ չի, որ եւ այլն այս խաղաղության միջավայրում տեղի նկատի ունեմ, դա process է, դա ումի գործողությունով։ Շնորհակալություն։ Երկու գործընկերոջ հարց մնաց, Հաջորդին։ կսկսենք